Ողջույն սիրելի հետևորդներ, դե ինչ մենք շարունակում ենք ընթերցանությունը բուն աղվանք եւ հայոց արևելից կողմանք գրքի, որի հեղինակն է Մարտին Մանուկյանը, ով հիանալի աշխատանք է տարել մեծ հաշվով, որովհետեւ իր ներկայացրած գործունեության մեջ նա մեծ ծաղկաքաղ, մեծ ուսումնասիրական աշխատանք արել ու ներկայացնում է մեզ բոլորիս, այսինքն մաքսիմում հավաստի է դարձնում այն մեկնաբանությունները, այն կարծիքը, որը իր մեջ կուտակված է, հա, կարելի է այսպես ասել։ Մենք արդեն սա երրորդ եթերն է, երրորդ տեսանյութն է այս գրքից, ասեմ, որ բավականին ծանր էր գնում երեկվան, այսօր կարծես ավելի սկսում է թեթևանալ, որովհետև ընդհանուր բնութագրերը միշտ այդպես են լինում։ Բայց այն մարդիկ, որ ես մեկնաբանություններից տեսա, մարդիկ այն, ով շատ դուր էր գալիս ու ցանկանում են, որ շարունակենք, ասեմ հետևյալը, որ մենք շարունակենք հետևյալ կերպ, որպեսզի խնդիր չառաջանա շատ ծանրաբեռնելու, հա, մեր դիտողներին, ես նայեցի ստեղ բովանդակությունը վերջին էջում, որտեղ որ ենթավեռնագրերն են, ու նայում եմ, օրինակ երեկվա տեսանյութը ամենաերկարն էր, երևի կարող է էլ այդպես չլինի, մտածում եմ ենթավեռնագրերով շարունակեի, բայց կարելի է բովանդակությանը ենթավեռնագրերը զուգահեռել էջերի քանակին, այսինքն մենք անցնելու ենք գյուղաքաղաքներին, գավառներին, շրջաններին եւ որպեսի հեշթեգով կարողանանք տեղադրենք ու հետագայում էլ մարդիկ, եթե ինչ-որ որոնումներ բաժանում, նման որոնում բանանեն, հեշտ գտնեն, ապա կախված կլինի մեր տեսանյութերի երկար լինելը, երկար կամ կարճ լինելը, կախված կլինի հենց ենթավեռնագրերի տառերի քանակից, որովհետև YouTube-ը թույլ չի տալիս, ինքը սահմանափակ թվով բառեր է թույլ տալիս, հա, օգտագործել, կիրառել, ուստի կարող է լինի նյութ, որը շատ ավելի կարճ կլինի նյութ, որ մի փոքր երկար կլինի, բայց գոնե թողնենք ենթավեռնագրերի տեղ։ Ես առաջարկում եմ երեկվա նյութի շարունակությունը աղվանից երկրի սահմանները, որը իր մեջ շատ մեծ հետաքրքրող տարածքներ է ներառում, դա ընթերցել այսօր եւ եթե ունենանք ժամանակ կկարդանք նաեւ Ախդաշի կամ Արաշի գավառի շրջան եւ ինչու ոչ նաեւ Արաշ գավառը, ուղղակի այստեղ Ախդաշի գյուղաքաղաք միասին են գալիս, եթե տեսնենք, որ կբավարարի, ապա այդպես կանենք, կարծում եմ շատ երկար չի լինի այս տեսանյութը, կամ դուք մինչև դիտելը կտեսնեք։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ բոլորին իրենց կարծիքների համար, շնորհակալություն նաև ինձ ոգևորելու, ոգեշնչելու համար, այո, դիտողականությունը ցածր է, ինչպես եւ ես կարծում էի կամ պատրաստ էի դրան, բայց այնուամենայնիվ, եթե մեկ հոգի մնա մինչև վերջ լսող, ես պատրաստ եմ նրա համար ընթերցել, բայց իմ կարծիքով, եթե մենք ապրում ենք այն պատմական շրջանը, երբ ինչ-որ բաներ ենք ուզում ապացուցել, ապա պետք է տեղեկացված լինենք մաքսիմում եւ սա այդ բազայի համար մեր իմացածի հետ հանդերձ բավականին մեծ աջակցություն է։ Անկեղծ ասեմ, ես նաեւ երեկվանից մտորում էի, թե տեսնես օրինակ Լեռնային Արցախում Արցախի պատմության դաս չգիտեմ եղել է նման բան թե չէ, անկեղծ տեղյակ չեմ, ներողություն եմ խնդրում, բայց անցել են այս ամեն ինչը, որովհետև գիտեք ոնց բնակչությունը պիտի տեղեկացված լինի դրանից, որ գիտելիքներով հարուստ պիտի լինի իր բնակչության վայրից ինստիտուցիոնալ առումով, ոչ թե պապիների, ծնողների պատմածով, այլ նաև ինստիտուցիոնալ առումով, որպեսզի ինֆորմացիոն առումով նույնպես զինված լինի։ Ես խիստ կասկածում եմ, որ այս ամեն ինչը մանրամասն հետազոտել են, որովհետև առնվազն գոնե մինչև հիմա չեմ լսել, որ ինչ-որ մի միջազգային գիտաժողով կազմակերպած լինեն Արցախում, առավել ևս որ աշխարհին փորձում էին ապացուցել, մենք փորձում ենք ապացուցել, որ Արցախը դա հայկական է եւ նրա
անկախ լինելը անհրաժեշտությունը, բայց մենք ծանոթանալով հուզականությունից երբ որ դուրս ենք գալիս ռեալ պոլիտիկի շրջանակներում ծանոթանալով թե ինչ բանակցություններ են ընթացել, ապա կարելի է կասկածի տակ դնել սերունդների ինֆորմացված լինելու իրավունքի իրականացումը որևիցե ժամանակահատվածի վերջին 30-35 տարիների որևիցե ժամանակահատվածի իշխանությունների գործունեությունը այս առումով, հա, եւ հավատացեք դա քիչ բան չի, եթե հասարակությունը շատ ինֆորմացված է, առավել եւս Արցախով, որը որ այո, խոր անտիկ ժամանակներից ինքը հայկական է եղել, բայց ասենք պատմության առումով լայնածավալ չի, էլի ինքը մի ուղղություն է, հա, մի գիծ է, դա առհասարակ հայոց աշխարհի մասին ինֆորմացիա չի, որ ասես այս ուղղություն, այն ուղղություն, այն ուղղություն, իհարկե պետք է Հայաստանի մասին նույնպես ինֆորմացված լինել, բայց կոնկրետ տեղանվան հետ կապված մանրամասները այդքան ծավալուն չեն, կարելի էր եւ իմանալ, չգիտեմ, միտքս ճիշտ է, ըմբռնեցիք թե ոչ, այնուամենայնիվ աղվանքը ինքը իրենով ունի հայկական ծագումնաբանություն, թե կառավարման տեսանկյունից, թե տարածաշրջանային, թե աշխարհագրական, իհարկե որոշ ժամանակներ տատանումներ եղել են, բայց ընդհանուր այդպես է։ Հիմա իհարկե ոնց նայում եմ բովանդակությունը, մենք առաջիկայում անցնելու ենք բաներին, այդ գավառներին, շրջաններին, ուստի ավելի ու ավելի հետաքրքրանալու է ինֆորմացիոն առումով նույնպես, բայց այս պահին եկեք սկսենք այս ենթավերնագրից, որը երեկվա նյութի շարունակությունն է, աղվանից երկրի սահմանները։ Ընթերցենք։ Բուն աղվանք աշխարհի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի տարածքի հյուսիսային մասին, որն ընկած է Քուր գետի եւ Կովկասյան լեռնաշղթայի մինչև Դերբենտի լեռնաբազուկը։ Իսկ Կուրի ու Արաքսի, ինչպես նաեւ Կուրի ստորին հոսանքի եւ Կասպիական Թալիշի լեռնաշղթայի միջև ընկած տարածքները կազմում են պատմական Հայաստանի մեծ հայկպետության Արցախ, Ուտիկ եւ Փայտակարան, մասամբ Սյունիք նահանգի տարածքները։ Երկրի պատմության ծանոթ սահմաններն էին հայոց, սա մեջբերում է, Վաղարշակ թագավորի ժամանակ արևելից Երասխի գետը, հյուսիսից Կովկաս լեռն, արևմտից Հնարակերտ ամրոցն եւ հարավից Արցախյան լեռներն մինչև Երասխ։ Այս սահմանների մեջ կուսակալ կարգված էին սիսական առանն Վաղարշակ թագավորից, բայց երբ ծնում է եւ Աղվանից Արշակունի թագավորությունն այն ժամանակ Կուր գետը լինում է հարավային սահման, Ալազանն արևմտյան, այն վաղեմի Պարիսպն, որը իբր սահման եւ արգելիչ պատված ձգված է Դարբանդից մինչև Ալազան գետակն, հյուսիսից եւ Կասպից ծովն արևելյան։ Է դարում Աղվանից թագավորության ձեռքն է ընկնում նաեւ Երասխի գետի Հակարի գետակի, Սոթի սահմանի, Գարդմանի, Կայենի լեռների եւ Խրամ գետակի աջ կողմի միջև եղած տարածությունն եւս։ Ուրեմն վերջին սահմաններն են արևելքից Կասպից ծովը, հյուսիսից այն հին Պարիսպն, որ երկարցած է Դարբանդից մինչև Ալազան, արևմտից Ալազան եւ Խրամ գետակներն եւ հարավից Կայենի լեռներն, ամբողջ Գարդման, Գանձակ, Արցախ եւ Երասխի ձախ ափերն։ Այս սահմանների մեջ տարածված երկիրն հայերից կոչված է Աղուանք, Մխիթար Գոշն Իշխարիս Առնայ 74, վրացիներից Ռանի, Զենդերից Այերիանո, առերի հայոց, պարսիկներից Առան կամ Առանշահ, արաբներից Ռան եւ եվրոպացիներից Ալբանիա։ Աղվանից թագավորություն եւ մարզպետություն, հաջորդ։
ենթավերնագիրը։ Հունական, հռոմեական, արաբական, պարսկական, վրացական աղբյուրները վկայում են, որ անտիկ շրջանում Ալբանիան կամ Աղվանքը Հայաստանից սահմանազատվել է Կուր գետով և սահմանակից է եղել մեծ այգի Արցախ, Ուտիկ և Փայտակարան նախարարություններին։ Աղվանքի թագավորությունը քաղաքական ասպարեզում հայտնվել է Մերձավոր Արևելքում հելլենիզմի դարաշրջանի սկզբնավորման հետ միասին։ Ըստ Ա. Հակոբյանի, անտիկ սկզբնաղբյուրների առաջին հիշատակությունը կովկասյան աղվան ալբանների մասին կապված է Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի հետ։ Քրիստոսից յետո B դարի հունալեզու զորավար գրապարով է գրված ես չգիտեմ ոնց կարդալ B դարի հունալեզու զորավար և պատմիչ Ֆլավիոս Արիանոսի հաղորդումների համաձայն Դարեհ Գ. Աքեմենյանի և Ալեքսանդր Մակեդոնացու միջև Քրիստոսից առաջ 331 թվականին տեղի ունեցած Գավգամելայի վճռական ճակատամարտին Պարսից տարածեղ բանակի կազմում մասնակցում էր նաև աղվանների զորաջոկատը։ Ընդ որում, ըստ նույն հեղինակի, նրա մեկնաբանությունն եմ կարդում, Քրիստոսից առաջ D դարի ավելի վաղ աղվանների անունը որևէ հավաստի աղբյուրում չի հանդիպում, իսկ Յասոնի և Հերակլեսի հունական առասպելների տարբերակները ներկայացնող մի քանի թվացյալ բացատրություններ ակնհայտ ուշ գրականագեղարվեստական ծագում ունեն։ Յասոնին և Հերակլեսին նույնպես հասել են ինչ-որ բաներ։ Ընդունված է համարել, որ աղվանքի թագավորությունը հիմնադրվել է Քրիստոսից առաջ 331 թվականին Գավգամելայի արյունոց դաշտից աղվանների նահանջից հետո, սակայն աղվանքի թագավորությունը վաղ ստրկատիրական պետությունը առաջացել է 26 ցեղերի միության հիմքի վրա Քրիստոսից առաջ առաջին դարում, ինչի մասին գրում է պարոն Հակոբյանը, հիշատակելով Ստրաբոնին և մեջբերումը։ Ստրաբոնի լավ հայտնի տեղեկության ուշադիր վերլուծությունը ստիպում է մտածել, որ թագավորության ձևավորումը հիմնավորված կլիներ թվագրել միմիայն Պոմպեոսի արշավանքներին անմիջապես նախորդած ժամանակահատվածով, այսինքն Քրիստոսից առաջ Ա.Դ. սկզբներով։ Աղվանքին նվիրված գլխում նույն աշխարհագետն ի թիվս այլ ուշագրավ տվյալների գրում է. Հիմա բոլոր ալբանների մասին է խոսքը, վրա մեկն է թագավորում, բոլորի վրա մեկն է թագավորում։ Իսկ նրանից առաջ ամեն մի առանձին լեզու առանձին էր թագավորում, այսինքն առանձին լեզու ունեցող ցեղ առանձին էր թագավորում, այսինքն 26-ն ամեն մեկը թագավորում էր, հիմա ընդհանուր ունեն մի թագավոր։ Լեզուներն էլ 26-ն են, միմյանց միջև հաճախակի առնչություններ չլինելու պատճառով։ Այն իր գոյությունն այս կամ այն կերպ շարունակել է նաև հետագա հարյուրամյակներում և վերացել է միայն Հայաստանում հայ արշակունյաց թագավորության 428 թվականին վերացումից հետո, երբ Սասանյանները Արցախ և Ուտիկ նահանգները միացրին Աղվանքին, հիմնելով առանձին մարզպետություն։ Մեծ հայքի թագավորության անբաժանելի մասը կազմող Արցախ և Ուտիկ նահանգները 428 թվականի մեծ հայքի թագավորության անկումից հետո չընդգրկվեցին հայոց մարզպանության մեջ, այլ կցվեցին Աղվանից թագավորությանը, որն իր հերթին վերացավ 461-462 թվականներից հետո։ Իր հերթին Աղվանից թագավորության վերացումից հետո նախ 461-462 թվերին, ապա 485-523 թվերին իշխած Վաչագան բարեպաշտի մահվանից հետո նրա հետքերն առավելապես պահպանեցին հայաբնակ Արցախը և Ուտիքը։ Ավելին, այստեղ գերագահության իրավունքով իշխող տիրակալները, դրսևորելով ավելի մեծ լայնախոհություն, ընդհակառակը սկսեցին իրենց կոչել Աղվանից արքաների սերունդներ, առանց շահիկներ։
Դրանով վերջիններս իրենց վարկը բարձրացնելուց զատ հետապնդում էին ևս մի կարևոր նպատակ՝ իրավաբանական հիմքով հավակնելու կուրի ձախապնյակին, այսինքն նախկին Աղվանից թագավորության ողջ տարածքին։ Արևելյան Հայաստանում հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո 428 թվական Սասանյանները Արցախ և Ուտիկ նահանգները միացրել են Աղվանքին, հիմնելով առանձին մարզպանություն, որը գոյություն է ունեցել մինչև արաբական տիրապետությունը։ Մարզպանի աթոռանիստ վարչական կենտրոնը 428-ից 462 թվականներին եղել է Կապաղակ քաղաքը, 462-ից 510 թվերին եղել է Չող Դերբենդը, Չող կամ Դերբենդ, Չող Դերբենդ գծիկով է գրված։ Իսկ 510-ից 652 թվականին, այսինքն ավելի քան 140 տարի, Աջափնյա Պարտավը Միհրանյան տոհմից Վարագ Գրիգորը 618 թվին դարձել է Աղվանքի առաջին իշխանը։ Պարսից արքայից արքաները վաղուց են ձգտել մեծ հայքից խլել նրա հյուսիս-արևելյան նահանգները՝ Արցախը, Ուտիքն ու Փայտակարանը։ Արցախ և Ուտիկ նահանգները գրավելով Պարսկաստանը դրանք միացրել է իր տիրապետության տակ անցած Աղվանք կամ Ալբանիա թագավորությանը, որտեղ երրորդ դարի վերջին իշխում էին Աղվանից Արշակունյաց արքայատոհմը, սկսած Քաջ Վաչագան թագավորից։ Այս տոհմի 10 տերերը ժառանգական իրավունքով իրար հաջորդելով անպայման մեկնել են Պարսից մայրաքաղաք Տիզբոն, թագադրվել, պսակվել արքայից արքայի դստեր հետ, վերադարձել հայրենի երկիր թագավորելու։ Մեծ հայքի թագավորության 387 թվականի բաժանումից հետո Պարսկաստանը Փայտակարան նահանգը միացրել է Ատրպատական շահրին, իսկ Արցախ, Ուտիկ նահանգներից և բուն Աղվանքից կազմել է Աղվանից մարզպետությունը։ Օգտվելով այն հանգամանքից, որ 457 թվականին մահացել է Պարսից Հազկերտ թագավորը և Պարսկաստանում խռովություն է սկսվել, Աղվանից Արշակունիների տոհմից Վաչե Բ-ն պարսիկներին քշել է երկրից և բուն Աղվանքում, Արցախում ու Ուտիքում իրեն լիովին անկախ թագավոր հռչակել, իսկ 461-462 թվականներին նա պարտություն է կրել և թողել գահը, իրեն պահելով լոխ 1000 երդ, ինչպես վկայում է պատմիչ Եղիշյանը։ Սակայն 5-րդ դարի վերջերին 485 թվականի Աղվանքի թագավորությունը վերականգնվել է, որն իր մեջ բացի Կուր գետի ձախապնյակից, ներառյալ Բաքուն, ուր հայերն ապրել են հնագույն ժամանակներից, կրկին ընդգրկել է նաև Արցախ և Ուտիկ նահանգները։ Վաչե Բ-ի եղբորորդի Վաչագան բարեպաշտի գահակալման տարիներին Աղվանից երկիրը տնտեսական, քաղաքական և մշակութային վերելք է ապրել։ Ըստ մի ավանդության, Վաչագան թագավորը, ով իշխել է մինչև 523 թվականը, Բաքու քաղաքում 500 թվին կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին, 500 թվին։ Արաբական տիրապետության ժամանակ Աղվանից միհրանյան իշխանները դարձել են խալիֆայության վասալներ, իսկ 706 թվականին նրանց իշխանությունը վերացել է և երկիրը մտել է Արմինա փոխարքայության կազմի մեջ։ Արցախում և Ուտիքի լեռնային ու նախալեռնային գավառներում հայ իշխանությունները շարունակել են իրենց գոյությունը, իսկ 9-րդ դարի վերջերից ընդգրկվել են Բագրատունյաց թագավորության կազմում։ Ըստ Հակոբյանի արաբական խալիֆայության տիրապետության տակ հայտնված Արևելյան Այսրկովկասում մահմեդականության տարածման դարաշրջանում աղվանական մետաէթնիկ ընդհանրության քրիստոնյա է մնացած հատվածը վերջապես համախմբվեց իբրև ուտիներ, ինքնանվամբ միասնական էթնոս, իսկ մահմեդականացած հատվածի գերակշիռ մասը իբրև լեզգիներ ինքնանվամբ էթնոս ժողովուրդ,
պահպանեցին նաև մի քանի փոքր մամեդական եւ լեզգիալեզու ժողովուրդներ, թաբասարանցիներ, ծախուրդներ, ռութուլներ, ագուլներ, բուդուղներ, կռիզներ, խինալուղցիներ եւ այլն։ Բոլորդ եւի լսել եք թե ուտիների, թե լեզգիների մասին։ Փաստորեն մամեդական քրիստոնյաները ուդիներ են համարվել, այդ ցեղերը, ովքեր քրիստոնյաներին ավելի այդ կրոն են նախընտրում, ընդհանրական անվանումը ուդիներ, լսել եք շատերը, իսկ արդեն մահմեդական կողմը լեզգիներ։ Բաքու քաղաքում 1820 թվականին ապրել է 434 հայ բնակիչ, 1820 թվականին Բաքվում 434 հայ բնակիչ, իսկ 1899 թվականին, այսինքն 79 տարի անց, մարդահամարի տվյալներով այստեղ բնակվել է 22506 հայ բնակիչ։ Բաքուն 1915 թվականի տվյալներով ունեցել է 86, այսինքն 99-ից 15 թիվը 16 տարի անց, հա, 1899-ից 1915, ունեցել է 86500 հայ բնակիչ։ Իսկ սրանից էլ արդեն 55 տարի անց, 1970 թվականին տվյալներով Բաքվի 1.270.000 բնակչից ավելի քան 200,000-ը եղել են հայեր։ Իսկ 1980 թվին 10 տարի անց, թվի վերջերին 20 տարի, այսինքն այստեղ բնակվել է շուրջ 300,000 հայ բնակիչ։ 300,000 թիվը ոնց որ շատերի մոտ կարող է ժպիտ առաջացնի։ Ադրբեջանի տարածքում 1979 թվի տվյալներով բնակվել են 475,500 հայ բնակիչ, սակայն 1988-ից 1992 թվականներին Ադրբեջանում հայերի կոտորածներից հետո, Բաքվի, Սումգայիթի, Գանձակի կոտորածների մասն է խոսքը, հայ համայնքը վերացել է, չնայած որ ներկայիս Ադրբեջանում բնակվում են 2-ից 3000 հայ, հիմնականում Բաքվում եւ գյուղերում։ Այո, եթե զարմանում եք, ասեմ, որ մենք դրա մասին վաղուց տեղեկություն ունենք, որ այնտեղ հայ բնակչություն կա եւ ժամանակ առ ժամանակ նրանք օգտագործում են իշխանության կամ կառավարության այս կամ այն ծրագիրը աշխարհի աչքը մտցնելու համար, թե իբր տեսեք իրենք ինչ ժողովրդավար են, իրենց մոտ հայեր են ապրում։ Իսկ մենք մի քիչ, քանի որ այդ ամեն ինչի շուրջ երկխոսություններ կամ մտորումներ կամ ինֆորմացիա չենք ունեցել, թե Հայաստանում քանի ադրբեջանցի ապրում, մենք ամեն անգամ վեր ենք թռնում եւ ի ցույց ենք դնում աշխարհի համար շատ անընդունելի մի բան, որը կոչվում է ազգայնականություն կամ, չգիտեմ, ոնց կուզեք այլ բառով բնութագրեք, ինչը աշխարհը մի քիչ լավ չի նայում։ Իսկ իրենք այդ հանգամանքը կիրառում են ի օգուտ իրենց, պատկերացնում եք։ Ես այստեղ մենակ մի բան չհասկացա, 70 թվականի տվյալներով Բաքվում է 200,000 հայեր, իսկ 80 թվի վերջերին արդեն, հա, չէ, հասկանալի է։ Ահա, շարունակենք։ Հաջորդ ենթավերնագիրը աղվանքը հնագույն շրջանից մինչև 16-րդ դարը։ Մինգեչաուր քաղաքի տարածքում Կուր գետի ձախ ափին 1949 թվականին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են եկեղեցու ավերակներ, որի աղվաներեն շինարարական արձանագրությունը թվագրվել է մոտավորապես 640 թվական։ Արաբական տիրապետությունից 7-ից 9-րդ դարեր հետո Արցախ եւ Ուտիկ նահանգները վերամիավորվել են Բագրատունյաց Հայաստանին եւ մտել Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ 11-րդ դարից սկսած բուն աղվանքի եւ փայտակարանի տարածքներում հայտնվել են տարբեր թուրքալեզու վաճկատուն ցեղեր, որոնք հաստատել են իրենց պետական կազմավորումները։ Սելջուկ թուրքերին 13-ից 15-րդ դարերում փոխարինել են մոնղոլները, ապա թուրքմենները։ Այս ժամանակաշրջանում վաճկատուն
օղուզա-թուրքմենական մի շարք ցեղեր Միջին Ասիայից զանգվածաբար թափանցել են ատրպատական արաբերեն Ադրաբիջան, Ադրբայջան, Ազրիբեջան և Արևելյան այսօր Կովկաս։ Հայերից զավթած բերրի հողերը տրվել են սելջուկյան զինվորներին և պաշտոնյաներին, որոնք այն մեծամասամբ վերածել են արոտավայրերի։ Ըստ հայկական աղբյուրների, թուրքմանք հավաքական անունով կոչվող իսլամադավան ցեղերի հոսքն ուժեղացել է հատկապես մոնղոլական իշխանության վերացումից 14-րդ դարի կես հետո և շարունակել է մինչև 17-րդ դարը։ Թուրքմանք, թուրքերը։ Հաջորդ ենթավերնագիրը աղվանքը 16-ից 20-րդ դարերում ընդհանուր մասով արևելյան այսօր Կովկասը 16-ից 18-րդ դարերում հայտնվել է մերթ Սեֆյան Պարսկաստանի, մերթ Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո։ Տեղաբնիկ հայերը մասամբ կոտորվել են, իսկ շատերը չդիմանալով հրոսակների խժդժություններին մղվել են լեռնային շրջաններ կամ արտագաղթել օտար երկրներ։ Մեծաթիվ հայեր բռնի կրոնափոխվել են։ Այնուամենայնիվ, ինչպես վկայում են պատմական տվյալները, Կուրի ձախապնյակում մինչև Աբշերոնյան թերակղզի եղել են հայերի հոծ համայնքներ՝ Արեշ կամ Արաշ, հետագայում հայկական Բազար (էրմենի բազար) բնակավայրը, որը գտնվել է առևտրական բանուկ ճանապարհների խաչմերուկում, եղել խոշոր առևտրական կենտրոն։ Թուրք ճանապարհորդ Էվլիա Չոլեբիի վկայությամբ, Արեշը 1640 թվականին ունեցել է 10,000 հողածածկ տուն, 40 փողոց, 800 խանութ, 16 բաղնիք, 17 սրճարան և այլն։ 1804-ից 1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի հետևանքով հարավ-արևելյան այսօր Կովկասը միացվել է Ռուսաստանին։ Վերացվել են Պարսկաստանի ենթակա Բաքվի Ղուբայի, Դերբենդի, Շիրվանի կամ Շամախու, Շաքիի խանությունները։ Նշված տարածքում 1846 թվականին ստեղծվել է Շամախու նահանգը, 1859 թվականին վերանվանվել է Բաքվի նահանգ։ Շաքիի և Արեշի գավառները ցարական կառավարության որոշակի քաղաքական նկատառումներով մտցվել են Կուրի աջափնյակում, բուն Հայաստանում կազմավորված Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ։ Երկրամասի հայ բնակչությունը, հայտնվելով այլազգի տարբեր իշխողների վարչական ենթակայության ներքո, հարկադրաբար կատարել է նրանց կողմից սահմանված օրենքներն ու հրամանները։ Այդուհանդերձ, ներքին ազգային կյանքում հայերն առաջնորդվել են հայոց եկեղեցու կանոններով և օրենքի ուժ ստացած ավանդույթներով։ Միջնադարում գործել է մելիքական սահմանակարգը (Մելիք Հասան, Մելիք Մելքում, Խան Չալափով և այլն)։ Վիմագրերում հիշատակվում են նաև տանուտեր, աղա, բեկ, յուզբաշի 17-ից 18-րդ դարեր անվանումները, որոնք վկայություն են որոշակի հասարակական տնտեսական հարաբերությունների, մասնավորապես գյուղական համայնքների ավագանու տանուտերերի գոյության և այլն։ Արևելյան այսօր Կովկասը ռուսական կայսրությանը միացնելուց հետո տեղի հայությունը բնականաբար ենթարկվել է կայսրության օրենքներին, սակայն ներքին ազգային կյանքում պահպանվել է ավանդույթները։ Ռուսաստանի տիրապետությունն օբյեկտիվորեն ապահովել է բուն աղվանքի և Աբշերոնյան թերակղզու հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը։ Երկրամասում աշխուժացել է տնտեսական կյանքը։ Աբշերոնյան թերակղզում 19-րդ դարի երկրորդ կեսին հայտնաբերված նավթը վճռորոշ նշանակություն է ունեցել տարածաշրջանի տնտեսական աննախադեպ վերելքի համար։ Հայ արդյունաբերողները Մանթաշյան, Փիթոև, եղբայրներ Տեր Ակոպով, Տեր Մարգարյան և այլք մեծ դեր են խաղացել Աբշերոնյան թերակղզու նավթի արդյունահանման և վաճառքի կազմակերպման գործում։ Նրանք են կառուցել Բաքու-Բաթում առաջին նավթամուղը։ Կասպից ծովում բեռնափոխադրումներ են կատարվել բաքվեցի
հայ մեծահարուստների՝ Մասիս, Արարատ, Անի, Սևան, Սյունիք, սրանք անվանումներն են, և հայանուն այլ նավերով։ Հայ վաճառականները նպաստել են Բաքվի առևտրի կազմակերպմանն ու միջազգային տնտեսական կապերի զարգացմանը, ծաղկում են ապրել շրջանի հայության տնտեսության ավանդական ճյուղերը՝ շերամապահությունը, մետաքսագործությունը, այգեգործությունը, խաղողագործությունը, արհեստագործությունը։ Տնտեսական ծաղկմանը զուգընթաց աշխուժացել է նաև երկրամասի հայաբնակ շրջանների մշակութային կյանքը։ Հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող բարեգործական, մշակութային, լուսավորչական միություններ, բացվել դպրոցներ, գրադարաններ, հրատարակվել է գրականություն և մամուլ։ Տարածաշրջանի հայության միջավայրում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին գործել են ռուսական կայսրությունում գոյություն ունեցող բոլոր ազդեցիկ կուսակցությունների տեղական կազմակերպությունները։ Թուրքերը 1918 թվականի ամռանը ներխուժել են Այսրկովկաս և շարժվել դեպի Բաքու, հրի ու սրի մատնելով հայկական շեները։ Նրանք ճանապարհին հանդիպել են Բաքվի կոմունայի զորքերի դիմադրությանը, որոնց առաջին շարքերում կռվել են հայկական զորամասերը։ Թուրք մուսաֆաթական իշխանության տիրապետության ժամանակ հայերը 1918 թվականի ամռանը կրել են մարդկային և նյութական մեծ կորուստներ։ 1920 թվականի ապրիլի 28-ին արևելյան Այսրկովկասում հաստատվել են խորհրդային կարգեր։ Խորհրդային ղեկավարները երկրամասի թուրքալեզու բնակիչներին անվանում էին Կովկասի թաթարներ, բայց 1920-ական թվականների կեսերին պետությունը հորդորձվել է Ադրբեջանի խորհրդային հանրապետություն։ 1991 թվականի օգոստոսի 28-ին խորհրդային Ադրբեջանը հռչակվել է անկախ հանրապետություն։ Այստեղ 1979 թվականի մարտահամարի տվյալներում, մինչև մարտահամարը էլի, տեսեք, հայկական հետքը այդքան մեծ Ադրբեջանում, այդքան ծանրակշիռ, այդքան պատմական։ Մենք այդ նույն Ալմաթիի մասին շատ հակասություններ ունենք, բայց դա ընդունելուց ոնց որ թե հայկական նարատիվները Բաքուն կամ Ադրբեջանը ինչպիսի անվանում պիտի ունենա ու չենք ցանկացել մեջ բերել մեր նարատիվները, էլի այդ հարցերում, հասկանում եք, եւ ընդունել ենք այդ նախապայմանը Ալմաթիի, որը հիմա չենք ընդունում, 35 տարի անց շատերը չեն ընդունում, այդ ու չեն ընդունում նրանք, ովքեր հիմնականում 91-ին ընդունել են, պատկերացնում եք, այսինքն կարելի էր այդ ժամանակ այլ նարատիվներ նույնպես առաջ քաշել, եւ մենք միայն Արցախի թեման ենք առաջ քաշել, ընդ որում միջազգային իրավունքի տեսանկյունից բավական խառը ձևակերպելով ամեն ինչը, նաև ական դնելով հայկական պետականության տակ։ Այսինքն, գալիս ենք այն եզրահանգմանը, որ մեր դիվանագիտական միտքը 91 թվականին արդեն պարտվել է մի միլիարդ հատ ճակատամարտ։ Բոլորը մի պահի։ Այս ամեն ինչի վրա խաչ է քաշվել։ Ու հիմա մենք ասում ենք, նստած համոզում ենք, որ դա այդտեղ հայեր են ապրել, ինչքանով է դա հայկական, բայց հիմա համոզելու խնդիրը չկա, արդեն այդ պետության քաղաքացիները իրանք չեն ցանկանում դա ընդունել ու վերջ։ Ու վերջ։ Այդ ռոպագանդան իրանք մոտ գնում է դպրոցներից, ինչպես որ մեր մոտ է դպրոցներից որոշակի ռոպագանդաներ գնում, հա։ Ու վերջ։ Այդ մարդը ինչ սովորել է, այդ է խոսում մեզ հետ։ Մենք այդ ժամանակ չենք ասել, մի րոպե, այդ Ադրբեջանը տիկնայք եւ պարոնայք բոլշևիկները ո՞նց ստեղծեցիք, բանդեղ հայկականության շահերը, չէ՞ որ այդքան ցեղեր ու հիմա էլ այդքան ցեղեր են ապրում, ցեղեր եւ ժողովուրդներ են ապրում Ադրբեջանում։ Բա հայկական տաժխի եք մաքրում այդ ամեն ինչի միջից, որովհետեւ ամենաարմատականն է։ Այդ ժամանակ բոլորը համամիտ են եղել։ Եվ համամիտ չի եղել միայն Ադրբեջանը, հենց կոնկրետ Ղարաբաղի հարցում, որովհետև այստեղ կայսրության հետաքրքրություններն են եղել։ Ու ահագին, եթե մենք փորձում ենք մի քիչ պատմական տեսանկյունից նայել, սրանք հիանալի տվյալներ են։ Իհարկե, այս տվյալների մեծամասնությունը գուցե շատերը տիրապետում են, որոշները նոր են լսում իմանում կամ ավելի
ճշգրտվում թվերի մեջ, հա, որը հուսամ կլինեն քաղաքացիներում պետք կգա, բայց կներեք, ձեզ չի թվում, որ մենք ինչ-որ շատ աղքատիկ տեսանկյունից ենք մեր հայկական նարատիվները սկսել առաջ տանել, եւ այն ազգային ավանդական ուժերը որտեղ են եղել այս ժամանակ, թե իրենք մասն են կազմել այս ամեն ինչը սենց այն ժամանակ ճիշտ չներկայացնող ուժերի կամ չլուսաբանող ուժերի։ Սա հիանալի գիրք է, չէ՞։ Հիանալի գիրք է։ Իհարկե առաջի երկրորդ նյութերը դժվարությամբ կազմեցինք, բայց գնալով տեսնում եք, ես ասում եի, չէ, հեսա կսկսի պարզվել։ Հիանալի գիրք է։ Եվ ընթերցողը եւ լսողը իր մոտ մտահորիզոնը լայնանում է, բայց ամեն դեպքում արդեն պետականություններ են ստեղծված եւ մենք սկսում ենք հասկանալ ինչի է ամեն ինչը չի եղել։ Իմիջիալոց այս գիրքը 24 թվականին է տպագրվել, կամ այս ամեն ինչի մասին այս ամեն ինչը եղել է, բայց հասարակությունը կծկտուր տեղեկություններ է ունեցել սրա մասին, որպեսզի լեզվամտածողություն չձևակերպվի, չձևավորվի, որովհետև կայսրությանը դա ձեռք չի տալիս։ Անանկեղծության ասեմ, այսօր անկախ նրանից դուք երբ կդիտեք այս պայսառնյութը, այսօր Աննա Գրիգորյանը Հայաստան դաշինքից ասում էր, այդ տեսնում եք, դուք վախենում եք Ռուսաստան բառը ասել, դուք որպեսզի չասեք Ռուսաստան, ասում եք կայսրություն, որը տեղ ոչ, տիկին Աննա Գրիգորյան, հարցը վախերը չեն, հարցն է, որ կայսրությունը խորհրդային միությունն է, որը ոչ միայն մեր մեջ է կայսրական մտածողություն դրել, այլ բոլոր այն ժողովուրդների, ովքեր ապրել են խորհրդային միությունում, որովհետև դա եղել է մի կայսրություն, մի պետական պրոպագանդայով, մի ընդհանուր շահով, վերջ։ Եվ բնական է, որ մեզ կարան 1000 բան սովորացրած լինեն այնպես, ինչպես դա անհրաժեշտ է կայսրությանը։ Հասկանում եք։ Եվ եթե այսօր Ռուսաստանում սկսեն հայերի մասսայական ջարդեր, ասվածտնից տեղից հեռու այդ բաները, սա ես հոմանիշի համար եմ ասում, հեսա կհասկանաք միտքը, ապա շատ հայեր, ովքեր շատ վաղուց այնտեղ ազդեցիկ դիրքերում են, չեն հավատալու, որ դա իրենց էլ է կապնելու։ Ինչպես որ Օսմանյան կայսրությունում մինչև վերջ չէին հավատում, որ դա իրենց կպնելու է, իրենք հույս դրել են, գիտեն, որ իրենք կապեր ունեն, հնարավորություններ ունեն, եւ դա է նաեւ, որ մեր մոտ միշտ հարցեր է, չէ, առաջանում, բայց ինչ էին անում հայերը, որ 1.5 միլիոնով կոտորվեցին, թող դիմադրություն ցույց տային։ Այ հարցը հենց այդ է, որ հավաքական միտքը, պատկերացումը եւ լեզվամտածողությունը նախապես չի սկսել աշխատել։ Եղել է լրիվ այլ պատկերացում։ Ինչևէ, առաջ ընթանանք։ Այստեղ 1970 թվականի մարտահամարի տվյալներով Ադրբեջանում ապրել է 475,500 հայ, որից գյուղական բնակչությունը 116,000, քաղաքային է 359,500, ընդ որում Բաքվում 215,800 հայ, Կիրովաբադ գանձակում 40,700, Սումգայիթում 17,000, Մինգեչաուրում 5,500, Մինգեչաուրում 5,500-ը գիտեք ինչ է նշանակում։ Իմիջիալոց տոկոսային հարաբերությամբ կարող է դա ավելի շատ նշանակի, քան Բաքվում ապրող 215,800-ը։ Շաքիում 1500։ Հայերը մեծ ավանդ են ներդրել Ադրբեջանի տնտեսության, գիտության, կրթության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Բաքվի բուհերում դասավանդել են հայտնի գիտնականներ Դանիել Բեկը, իրավագետ, Ա. Սարգիսովը, Ն. Մանասյանը, կներեք անունները չգիտեմ, ակադեմիկոս Ս. Արզումանյանը, տնտեսագետ, Բաղդասարովը և Իոնեսյանը, նավթաքիմիկոսներ, հայր և որդի Ամիրջանովները, բժիշկներ
եւ գիտության եւ արվեստի տարբեր բնագավառների հարյուրավոր այլ մասնագետներ։ Քրեագետ Միրիմանովը շատ կարևոր գյուտ է արել մատնադրոշման գործում, սակայն սկսած 1960-ից 1970 թվականներին Ադրբեջանի իշխանությունների վարած հայահալած քաղաքականության հետևանքով գրեթե հայաթափվել են Նախիջևանը, Ղազախի, Ջաքաթալայի եւ այլ շրջաններ, իսկ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդի եւ հետագա ամիսների ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառով Ադրբեջանի ամբողջ տարածքում տեղի ունեցել հայ բնակչության տեղահանություն եւ բռնագաղթ։ Գիտեք, տեսեք 1960-1970 թվականներից արդեն սովետական, թեկուզ եւ սովետական, բայց ադրբեջանական ղեկավարները սկսել են արդեն հայատյաց քաղաքականությունը, բայց որպեսզի դա շատ տեսանելի եւ ուղիղ չլինի, դա անում էին ներքին կարգով, հա, ասենք, այս ինչ գյուղում ապրող հայերի խնդիրները ինչ որ 100-րդ թվում էին, իսկ եթե ադրբեջանցիներ կային, նրանց շուտ բաներ արվում, դժվարացվում էր կյանքը արհեստական ձևերով, որ եթե գնայիր բողոքեր ասել են, հա գծերի վրայական եմ, չգիտեմ, Մոսկվան է մեղավոր, հա դիմել ենք չեն անում, այս մի խոսքով այնքան մինչև մարդը զգար, որ այդտեղ ապրելը քիչ-քիչ անհնար է դառնում ու հեռանալ այդ վայրից։ Իմիջիայլոց այս ամեն ինչի պատասխանատուն նույնպես կայսրությունն է։ Ով աչքա փակել սրա վրա։ Եվ այս ամեն ինչի պատասխանատուն նաև ազգ կներեք, բայց հայկական վախկոտ կամ շատ ստարկամիտ դրսևորումն է շեֆի հանդեպ, որ ինչ-որ բան չեն ձեռնարկել այս ամեն ինչի դեմ կամ պրավալ են տվել ամենայն դեպս։ Առանձին վերցած մարդիկ իհարկե ես ճանաչում եմ մեկին, երկուսին գյուղապետերի մակարդակով այդ թվականների, ովքեր որ այդքարել են ինչ-որ ձև բան, բայց միևնույնն է, Խորհրդային Միությունում են էլ 60-70-ական թվականներին շատ ավելի հեշտ էր, որ քո գլխին մի բան կսարքեն կապսորեն Սիբիր, քան դու ինչ-որ արդյունք կգրանցեիր, հա։ Ինչով է շարունակենք, ուր ենք ասել, փախստականների շուրջ 350,000, մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանում, մի մասն էլ Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Բաքվում 1990 թվականի հունվարի 13-ից 19-ին կազմակերպված հայերի ջարդերից հետո դարերով ձևավորված հայ համայնքը այլևս դադարել է գոյություն ունենալուց։ Աղվանքի հայաշատ գավառ շրջաններն են եղել Աղդաշի կամ Արաշի, Աղսուի, Եվլախի, Զաքաթալայի, Իսմայիլի, Կուտկաշենի, Շամախու, Շաքիի, Վարդաշենի շրջանները։ Ինչն է հետաքրքիր, մենք հիմա օրինակ կխոսենք Արցախ վերադարձի իրավունքից, Ադրբեջան վերադարձի իրավունքից էլ կարելի է խոսել, ընդ որում որպես էթնիկ եւ պատմական ժողովուրդներ ի տարբերություն Հայաստանում ապրած ադրբեջանցիների, բայց մենք այս ամեն ինչը տասնամյակների ընթացքում բերել ենք, հենց մոռացնել ենք տվել Բաքվի ջարդեր, մյուսը, այս պատմությունները կենտրոնացել ենք Արցախի վրա, դիտո այն էլ ենք պրավալ տվել։ Հենց բանակցություններով, մինչև 18 կամ 2018 կամ 2020 թվականները, այս է սարսափելի գիտակցելը, թե մենք ինչքան անտեղյակ լինելու պատճառով կաշվել ենք ու ինչքան պորտաբույծներ են օգտագործվել մեր դեմ, նրանցից մեծ մասի ժառանգները կամ ներկայացուցիչները հիմա ազգային ժողովում են գտնվում ու խոսում են լալա առաջ ինչ-որ հայկականություններից, ես շատ գիտեմ ինչերից, ազգայնական տեսանկյունից։ Այնինչ այս ամեն ինչը երբ որ իշխանություն են եղել, մեր լեզվամտածողության մեջ չեն դրել, ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր ոչ մի բանն են դնում, ոչ մի տեղից բան են դնում իրենց երեխաների մեջ։ Իսկ մեր մոտ միայն ռազմահայրենասիրական երկր, բայց ոչ մի ուղիղ ինֆորմացիա, ոչ մի պատմական, այն որ ասում ես պատմությունից, դա Ադրբեջանը ավելի, Coca-Cola-ն ավելի հին է, քան Ադրբեջանը։ Կներեք, եթե այդտենց խոսանք, Հայաստանի Հանրապետությունն էլ անգամ առաջի հանրապետությունը
նույնպես շատ ավելի նոր է Coca-Cola-ի հանդեպ, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանն ու Վրաստանը նույն տարում են ստեղծել իրենց պետականությունը։ Ես չեմ խոսում դրանից 700-800 տարի առաջ եղած բայց որովհետև աշխարհակարգը առաջին համաշխարհային պատերազմից տենց է եղել։ Բայց սրա գնահատականներից եք վախենում։ Այ հենց դա է, որ մենք իրավաքաղաքական գնահատական չենք տվել ու երբ որ Ադրբեջանը իրեն հռչակում էր առաջին հանրապետության Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը, մենք մեզ հռչակում ենք սովետական միության իրավահաջորդը։ Չգիտեմ, գուցե համեմատականներով դնենք բոլոր կողմերը քննարկենք, գուցե տենց է նպատակահարմար եղել, բայց կներեք, եթե ինքը իրան հռչակում է առաջին հանրապետության իրավահաջորդ, իմ կարծիքով հենց այդտեղ է, որ հայկականության պահանջատիրությունը առաջանում Բաքվի նկատմամբ, որը Արցախով կոծկել են։ Դա առայժմ այդպես եմ մտածում, եթե մի քիչ խորհենք, կարող է այլ բան էլ ստացվի, չգիտեմ։ Թույլ տվեք ամեն դեպքում շատ չքաղաքականացնել, գրքի ընթերցում ենք իրականացնում, այնուամենայնիվ այս ուղղություններով խորհելու առիթ կա։ Եվ գիտեք ինչ, հարգելներս, քանի որ արդեն հասանք գավառներով ոնց որ գնում, եւ դա էլ որպեսի կիսատ չմնա, թույլ տվեք այսօր այս տեսանյութը այսքանով եզրափակել, վաղը կընթերցենք Աղդաշ կամ Արաշի գավառ շրջան, տեսեք արդեն գավառներով են գնում, Արաշ գավառ, Աղդաշ գյուղաքաղաք, այսինքն նույնը գավառ, շրջան, արդեն հետո գյուղաքաղաք, հետո արդեն կգանք եւ լախը եւ մյուսները, արդեն այսպես է գնում նյութերը։ Դե ինչ, եզրափակենք, որպեսի ունենանք ենթաբեռնագիր, հա, ամեն դեպքում, չնայած կարող ենք մի 20 րոպե առաջ գնալ ու կամ 30 րոպե այս մնացած հատվածն, բայց հետագա ընթերցողների համար այդ մասին նույնպես թույլ տվեք մտածել, որ ավելի հեշտությամբ ենթաբեռնագրերը գտնեն ու կոնկրետ իրենց ուզած նյութը լսեն։ Շնորհակալություն հարգելիներս դիտելու, ձեր կարծիքները հայտնելու եւ տարածելու համար, կարծես այսօր արդեն ավելի արդյունավետ կստացվի թե հիշելու տեսանկյունից, թե ինֆորմացիոն տեսանկյունից, թե հետաքրքրության ինչ որ շատ կոնկրետ ինձ հետաքրքիր էր, ես պիտի սա մի հատ մարսեմ ինձ համար, հուսամ դուք նույնպես։ Դե ինչ, ընթերցում ենք բուն աղմանք եւ հայոց առավելից կողմանք գիրքը, որը դեռ մի քանի օր կտևի, իմ կարծիքով չի ձանձրացնում։ Հետո իհարկե կանցնենք արդեն Հայաստանի պատմությանը, ամբողջովին նոր գիրք է, դարձյալ այս ֆորմատով, ու այնտեղ նույնպես կան հետաքրքիր տվյալներ, որոնց իմացությունը մեզ միայն կհարստացնի, կարծում եմ։ Շնորհակալություն, լավ եղեք, լավ օրվա ժամանակ եմ մաղթում ձեզ, ստեղծի։